Մարդկանց չենք ուզում անուն դնենք, չենք ուզում ամբողջ օրը կռիվների մեջ լինենք իրանց պես ու մոռանանք ժողովրդին։ Մեր փոփոխությունները վերաբերվելու են անհատին, անհատի գրպանին, անհատի ընտանիքի բարեկեցությանը։ Մեծ աշխատանք կա անելու։ Իսկ ինչա լինելու այլընտրանքը մեր։ Ինչ վտանգի առաջ ենք մենք կանգնած, որի համար այսքան մարդիկ պայքարում են, մեկին տանում են, նույն օրը թողում են, մեկին ամբողջ օրը process-ի մեջ են, շատ մարդկանց աշխատանքի խնդիրներ են ստեղծում։ Ինչու են այդ մարդիկ կպել, ինչու ենք բոլորս այստեղ կպել այս պայքարին, որ պայքարենք։ Ասեմ ինչու։ Որովհետև մենք ունենք երկու այլընտրանք։ Մեկ, ստեղծում ենք աշխատատեղեր, հզորացնում ենք մեր երկիրը, լուրջ հարաբերություններ ենք ստեղծում կողքի երկրների հետ, երկրորդ, ծնկում ենք ու լսում ենք իրանց։ Պարտված ղեկավարի աչքը վախացրել են իրանք։ Էլ ինքը չի կարողանում իրանց մերժի։ Ինքը հասկացել է, որ իր հետ չի կարողանում պայմանավորվի։ Եկել է ժողովրդին է համոզում։ Նրան չի կարում համոզի։ Եկել մեզ է համոզում, ասում է ոչինչ։ Հեսա կասի 1000 հոգի է։ Տեսեք 2 հոգու էլ կգտնի, կասի իրանք էլ ընկեր են եղել ժամանակին։ Հետո 5000 հոգի կգա, հետո 10000, 15000։ Տենց է Նախիջևանը դառե Նախիջևան։